Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք աղջիկներս, հողամասից նոր եմ դուրս եկել, երեխաների հետ գնում եմ Աքսաննաս տուն, հրավիր հետ սուրճ խմելու, գնում ենք խանութ պաղպաղակ գնենք եւ այնտեղից գնանք Աքսաննաս տուն։ Ձեզ հիանալիորեն եմ մաղթում, այս պահից մեր վլոգը սկսված է, ձեզ բարի դիտում, մեզ բարի ժամանց, մնացեք մեզ հետ։ Սենց իջի։ Ինչ անում ացմա միաու Էլինա։ Բարձրացի։ Եկանք կոֆե խմեցինք Աքսաննայի հետ։ Վայ մոմո ջոն։ Ինչը դզվի։ Կդզվի, հա, լավ նազիս։ Հա։ Սալատ չես ուզում մարուլա։ Ես էլ եմ ցանել, բայց չի եղել։ Մեզ քան դուս եք, էսա կհասնի էլի։ Էս ինչ է էսա խոտը։ Էսի բերի հանեմ սախ, էսի պամիդորի ու բիբարի մեջն է։ Մտնեմ սրանք մաքրեմ։ Խոտը շատ է, Աքսան մեջը, խոտը շատ է։ Բա ինչ է։ Սա դե կորա էսի մաքրեմ։ Հա։ Բազուկնա, ջազարնա։ Անդե։ Էլա զավնիտու։ Խարխունջի դեղը ո՞րն է։ Էս ալագամ նկարեմ, ես էլ առնեմ, իմ կարտոշկի վրա է լիքը։ Խարխունջի դեղը։ Ուլիտկի։ Բանա են 7 տարեկաններն է։ Չէ, կանանչ վախտուդում ես են սարակալ զուգկենա։ Հա։ Ոստե մակրեմ էսի բանի տեխներ ինչ են ասում։ Տեխնա։ Բոլոկու։ Մակրեմ ստե երևի լոբի։ Սամիթ է հենա դուս եկել։ Ինի սամիթը ինչ կան ուզում ես են կանանչը ծախսեց քրվելը։ Այս կան, անա, այս կան։ Не бойся, они там. Они привязаны, Элина. Картошки славные. Լավ նազի, սաղն էլ այս էլ է լավ, բայց էսի բան է, փետի է։ Փետի է, սարի է։ Չէ, կա։ Էսա սարին, հա, թելով է։ Թելոպել կան, թելել մեջ ընգել է։ Իմս եմ իմար գերևը մա։ Наверное, բանա, ինի բդի մակրեմ կուկուրուզը տենում ես, ստե մակրեն դե դալշը բդի մակրեմ։ Ես կուկուրուզ չեմ գցե։ Հա։ Էսի տերևները չես տենում, էսի հիմի բդի խոշոր ըրներ։ Իմս էլ ասքան է տերևները։ Էրիկ ջան, ես կոմարի բալես։ Աքսան տատիկն է, երեխաների տատիկն է։ Աքսաննան։ Կամպոտ հագինք եղա, ասի վապշը երևի չի եղել։ Այնա մեդանք տեսանք ահագին կա։ Գեղն է, ոնց Հավակի ես է դեղ փջեցի, լղկվել է։ Դեղ փջեցի, ասի հավակի չեմ արա։ Վաղը, այսօր էլ չէ։ Հա, ափսոսը։ Երեք դեղը փջի։ Չէ, ես մի երկու բուր հվակեցի, բան արեցի, տորտ թխի։ Ռեդրով այս կան խոշոր։ Ուրախությունով եղնի ազիս։ Հիարները ստեկրձը հանել է։ Ափսոսել է։ Հա։ Հա, գալիս եմ, բալես։ Գալիս եմ, թաղեմ տանես է սալատի տանը։ Չէ, կենա դրել եմ էլի դուսա գալի։ Միդի չեմ տանելու, մի պոգի։ Ենա ունեմ էլի հայաթը կա։ Դուս ես այլ կորետո դուս կգա։ Տասալ, հա, ընդեղ է գարոխը տա, նայք ինչ սիրոն վազենդա ունի։ Աքսաննան, գալիս եմ Էրիկ ջան։ Այս բաները իմը չեղավ, գիտես մարոձինան։ Լիք եղել է այն կողմից, սաղ թապել է մարոզը։ Չկա, սաղ։ Մարոզը եղել է, ճիշտ է սխան։ Ես ինչ է մեծ չներ ունեն։ Ինչի։ Հոնից ծարներն է։ Հա, անկյունները մաքրի։ Ծարը չորացա։ Իմն էլա պոպոքը ելնեմ։ Սամ պետք բան սուտ մասեմ ուշկենը։
Դեղած չէր էդի, թե չէ։ Էդի չէր դեղը։ Չէ, նրա կլուբնիկ։ Հա։ Կլուբնիկի մեջ է։ Հա, կերակրի։ Այու բանցն էդիկ։ Սիբրեսա որ քախանքարի սա դրանց է տալիս։ Հա, գնա Էլինա։ Գնացինք ազի սաղ ուրախությունով եղնի, քեզ ուժու համբերություն։ Ես ոնց է վարվել։ Անձրևից սա Վարվեր, իմս էլ էլի սենց։ Սա մդեմ ու ստեж կսեմ։ Ուբորկա տիրիկը։ Ուբորկա դա, պամոչանեմ, անեմ եմ, գնացինք։ Զադիտա է, անձրևից հողը զադիտա։ Այդքան էլ դե արի թոխիով խփի միջև, Չի դիպ չէ։ կարևորը չի կպե։ Սմարոդինը դե вообще Իմ սմարոդինան չկա, ծիրանն է չկա, հլա։ Սաղ, ծառները չորացրեց։ Սաղ կամպոտ սող կանի, Հա։ տարի չկյունի։ Չէ, ստարի չկա ծիրան միրան։ Եսի մեր կրայ ես, իսկուսtveni, Սրսկին սաղ։ անձրևը։ Գյորգի ջան, Գյորգի, հայաթը մաքրելուց տվեց մոշիս թուփը ուրա, որ տվել էր։ Կատրե թափ է։ Ենի կհելնի, Հա կհելնի, բայց էլ եփ հելնի։ կհելնի մյուս։ Ասեմ Գյորգի ջան, մոշոս գնաց ասում, անստեղ ես ցան։ Հա, ափսոս, ես չեմ թողում, տուն եմ տանում։ Այս է, բայց տուն չէի վարվելա։ Հա դե դու տանը չէիր։ Անձրևը։ Բալանի նիստա էր տնաշեն։ Այդ տնաշին մորացա, մեկը իմոդներ, մեկը լերո իմոդներ։ Իմս էլ է նրանի սիրունը։ Ասի տունա, հլա որ բան չի, գործի չի։ Հա, Այն երկորից հետո ին գնացել էր։ Ոտես ինչ վիճակը։ ափսոսը վառելա սա։ Այսպես կանած եղել, չես տենում վարտերը վարի Բե ջուրը որ մեր պատվա լծվավ չտեսար, ինձ առաջ անգամ էս 3 տարվա մեջ տենց բան եղավ։ Մեզի դենց բան չկա, բայց վարտերը վառելա։ Այն հա բանը ճայքացրել էր մերը, Հա։ պատվանի տակ լսվե պատվա։ Չի, մեզի չի լցվում պատվա։ Պրոստը բուսականությունը վարի գնաց։ Լիլաները վարվելա։ Հատուկ դեղ տվին էլի Հեն սա։ վարտը, հլա, հեն վարտը։ Ափսոսելա։ Ես սիրուն։ Այսի, հա։ Գույնի վարտս։ Ահա, Լտես ինչ ա եղի։ Խոնձ է Իրիկուն սա։ մդա ու կիսատ մնացի հեսա հովն ընգնի, չգիտեմ, որ անեմ, որը թողեմ։ շատ ա, դե 2 շաբաթ տանը չես եղե, պարզավոր գործերը պտիկ ու։ Ես սաղ օրը հողի մեջ եմ գործ կա։ Գործից պրծում չկա, զիս ջան։ Դա վարդերնի սիրունը Աքսաննայի։ Շատ սիրունը։ Նվենելա սիրուն։ Ես էլ է սիրուն, հա։ Դես իմ պիոններս Instagram-ն ինչ արե։ Ոնց ա ջարդվում, Հլա, հլա։ ափսոս։ Սա բերեմ կաբեմ, ես չգիտեմ ես։ Բայց այդ ջարդած արդեն, թե չէ։ Չէ, կարիգելա, բայց ես բերեմ կաբեմ։ Արի Էրիկ ջան, գնացինք։ Ոնց կա, չգիտեմ որը անեմ։ Էդ ինչ ա կյանք։ Ունեմ տանը 3 կիլո։ Ինչ։ Փոխ ինձ։ Ես մեկն եմ ասելա, որ չտեսնա, որ դենա։ Ինչը։ Վարտի վանա։ Դե մեկ գոլը չորացավ խծի, ես էլ տորմը գոտավ է չի եզնում, ես այն հոլանդական վարտերից։ Վերև բարձրացու։ 3 վարդն է չկա։ Քեզ տանից դուրս գալ պետք չի։ Հա։ Նստիր տանդ։ Ոայ դե արիս կան ճամփեն հետ գնա։ Լնայեք ինչ սիրուն երեխեք, արած, դրած, մաքուր։ Առավոտ շուտ տատիկները 70, 75, 60, 50 տղամարդիկ էլ իրանց հետ այսպես փայլացնում են, ով կասի, որ գյուղի բակա, նայք, արած դրած, աղջկեք ջան։ Ճանապարհ դուրս չգաք, Էրիկ ջան, հլը բաստեղ նայք, ես է պետքա իմ պիոնները շտացնեմ, այսենց վարդեր պետքա բերեմ դնեմ, որ սիրուն եղնի, ծաղիկներով լի, ուղղակի ես տուն եմ տանում, Էրիկ ջան կանգնի բալես, ծաղիկները ես տուն եմ տանում, ճիշտ է ծաղկանոցում էլ եմ մնում,
Բայց տուն էլ եմ տանում։ Որ տունն է ծաղկի, բակի հետ մեկտեղ։ Արի բալես։ Աղջիկներ ջան, վերջապես այսօր վերջացրեցի կարտոֆիլի բուգը հավաքել, ժամը արդեն 7:10 է, այս ամենավերջին մարն, այսինքն այստեղից սկիզբն է, այնտեղից վերջը, ահա, վերջապես մաքրվեց, հիմա գնում ենք տուն սիրուններս, տեսնեմ երեխեքը ինչ են անում, ինչով են զբաղված, վաղը առավոտ շուտ, ժամը տենց 7:30 արդեն ժուկի դեղը կսրսկեմ, որպիսի արևը արդեն լավ վառի ժուկերին, արդեն եմ որ հերիքա ուտեն կարտոֆիլը, ժամանակն է իրանց էլ հրաժեշտ տալ, ահա, ես դա արեցի, մնում է լոբիները, աղջիկներս, քանի որ 3 տեսակ վերջացրել եմ կարտոֆիլի բուգը հավաքելը, այսօր պետքա սրսկեմ ժուկի դեմ դեղ, քանի տեսակ ունենք, այս սրանքը այս վերջերս եմ գնել, այս էլ արդեն անցած տարվանից ունեինք, ահա, հիմա տեսնեմ, որ մեկին քանի լիտր ջուր է հասնում, հա ջուլբաս ջան, եկար, դե խելոք մնա, խելոք գործ եմ անում, քո պարապտ չեմ, ու արդեն սկսեմ սրսկել, սիրուններ ջան, մի քանի տեսակ կա, 4-5 տեսակի կա, տեսնեմ, եթե ջուրը պետք է, ասենք միտուփին 10 լիտր, ես 7 լիտր կլսնեմ, որպեսզի դեղը ավելի ուժեղ աշխատի, գնացինք, աղջիկներս արդեն սրսկում եմ, 3 մարգը արդեն սրսկել եմ, ժոկի դեմ հիմա անցնում ենք 2 մարկ սրսկելով սենց բարձրանում եմ, լավ թփերը լողացնում եմ այսենց, որպեսզի ամբողջ ժուկը վառվեն, վերանան, անենց է լավ արև է, վառում է էլի մի անգամից, առավոտ շուտ եմ սկսում սրսկել, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում վառվեն, ափսոս է կարտոֆիլներս ուտեն, այսքան չարչարվել եմ, տանջվել, որ մի հատ ժուկ գա և ուտի, պատկերացնում եք, այս խոնավությունից խրխունջներն են վերև բարձրացը, գիտեք չէ, ոչ մի տարի սենց չեր եղի կարտոֆիլի վրա խրխունջ լիներ, իսկ հիմա լիքն է, սենց եմ անում, որ ջուրը ավելի լավ ցպնի էլի արագությունով աշխատի։ Այս տերևների վրա է շատ լինում, ձվադրում են տերևների տակ, դրա համար տակից եմ սենց լավ լողացնում, որ ընկնի։ Լավ լողանում են սիրուններս, հեսակ թարմանան էլ։ Սիրով, հավեսով, աղջիկիկ ջան, գործ ենք անում։
Դեռ կոֆե չեմ խմել, ես այսի վերջացնեմ, նոր գնանք կոֆե խմենք։ Առավոտ շուտ անցել եմ գործերից։ Աշկերս բացել եմ, ժամը 7-ն էր։ Դե Արսենանք արդեն 2 շաբաթ տանն են։ Մոռացել էի, որ այսօր շաբաթ է, ոչ թե ուրբաթ։ Այդտենց 7-ին արթնացա ու արթնացա։ Ութ լիտրը 5 մարկ դեղում է։ 5 մարկ չէ, կներեք։ 3 մարկ ու կես։ Արդեն վերջացավ։ Գնամ նորը բացեմ ու գամ։ Գնացինք։ Այնքան անձրև եկավ, այդ անձրևի հետ սենց լոբիների տերևները սաղ վառվեց երեխեք, թե հատուկ տեղեր կար հետը, թե ինչ էր, որ ասենք պետքա անձրևից բույսը ավելի թարմանա, լավանա, հակառակը ստեղ ամբողջը վառեց, հլա ծառին ինչ արեց, որ կարկուտ չի եկե, մի գրամ, այս սենց այդ անձրևը սաղ ծառները քայքայել է, յասամանն էլ հետը, Անենց սիրուն էր յասամանները սպիտակ, մանուշակագույն եկավ, սաղ վառեց։ Աղջիկներ ջան, վերջին 5 մարկն է մնացել, էդ էլ սրսկում եմ ու շատ շոք է, ահա որ էլ չեմ կարող դրսում մնալ գործ անել, կգնամ տուն, տան գործերը կանեմ, հաց կպատրաստենք, մի հատի արհետ կոֆե կխմենք, լիքը զիմել կա, հլը նայեք, այստեղ հանկարծ չսրսկեմ, որպիսի հավաքեմ, ես մի քանի կարտոֆիլը սրսկել եմ, իսկ այն չէ, այստեղից պետքա սկսենք, այստեղից այն կողմ ամբողջը սրսկել է, մնացել այս 5 մարգը, հլը ժուկերին նայեք, հլը նայեք, սրսկում ես ընգնում են, նայեք, հենա, տենգի, հլը դե նայք, չի էլ ընգնում ես մեկը, Ես վերևի մասում շատ էր, որովհետև իսվում է հարևանի հողից է գալ երեխեք, այն կողմ ընդհանրապես այդքան շատ չկար, 1-2 քոլի վրա եմ տեսել ու վերջ։ Հաջան! Արսեն? Հա! Ճվում ասմա, մամա, ես սոված եմ, ոյ արդեն ժամը 11-ն է, ես այկա բալես, ես 2 մարգն է սրսկեմ ու գամ, գնամ հաց սարքեմ երեխեքս արդեն ձայն են տալիս սոված են, հաց ունեմ սարքած, պետք հատակ հասնեմ, որպիսի ուտեն, հիմնականում իրիկուններն էլ եմ պատրաստում, որ առավոտները գիտեմ սենց գործեր եմ անում, երեխեք սոված չմնան էլի, գնում եմ շուտ տակ հասնում եմ, կերակրում եմ ու գալիս եմ, բայց ասի ես 2 մարգն է մնացել, ես էլ անեմ ու նոր տուն գնամ։
Ամենս լավա, որ սենց գլուխդ վերևես բարձրացնում արդեն 2 մարգա մնացել։ Նույնը քախանի ժամանակ էր, քախանը որստեղից սկսեցի են կոմեի նայում, սիրտս կանգնում էր։ Հետո բուկ տալու ժամանակ, որ սկսեցի բուկ տալ, էլի նայում էին կոմ, էլի վատանում էի։ Հիմա արդեն որ 2 մարգա մնացել, ունենց եմ ուրախացել, չեք պատկերացնի։ Վերջապես այս կարտոֆիլին ասում եմ հաջողություն կհանդիպենք արդեն հավաքելու ժամանակ։ Որ ուզում ես լավ բերք ստանաս, պետք է լավ էլ տանջվես։ Հենց նենց չի գալի աղջիկեք ջան, հենց նենց չի լինում։ Ինձ գրում են, ասում են, Աննա ջան, այդքան բերք ես մշակում, վաճառում եք, միշտ խանութներից ես էլի առևտուրանում։ Իհարկե, եթե բերքս անցած տարի բավականին կարտոֆիլ եմ վաճառել, լոբի ընդհանրապես չեմ վաճառել, բոլորս Արցախից եմ տեղափոխել, մոտավորապես 40 կիլո, ու չհաշված հյուրասիրել եմ, հա, սենց, բայց կարտոֆիլը լավ վաճառել եմ անցած տարի, ու մինչև նոյեմբեր, չէ, դեկտեմբեր, հունվար կարտոֆիլ ունենք, դե մենք ընտանիք էինք այն ժամանակ, մի 2 կիլո կարտոֆիլը օրվա մեջ քիչ էր էլի, շատ էինք պյուրե անում, ժարի տանում, մեծ ընտանիք արդեն գիտեք, շատ շուտ վերջացավ անցած տարի, չհաշված որ վաճառել եմ, դրա համար գնում էինք, միայն ինձ համար սերմ էի պահել, մոտավորապես քանի 100 կիլո կեղներ, 100-ից շատ ինձ թվում, այսքան հողամասը, այն որ խաղուպար չի էլի, բավականին մեծ է, ու այս տարի ես էլ չեմ առել, սա անցած տարվա սերմից է եղել։ Վաճառում ենք, օգտվում ենք, իհարկե, եթե բերքը շատ է, այդքան կարտոֆիլը ես ինչ պետք է անեի, խոշորները վաճառել եմ մեր գյուղի մեջ, գյուղից դուրս, որ եթե ասում մարդը մտքում տեղ լինի, ամանում եղ կլինի աղջիկեք ջան։ Ինձ հիմնականում շատ են ասում, քո ինչին ա պետք, ինչի համար ես անում, 2 կիլոյա կառնես բավական է, քիչ տանջվի, քիչ մտի այդ խողերը, բայց եթե եկել ես, պետք է ստեղծես, որ նստեմ տանը սաղ օրը հեռախոսի մեջ, կամ ասենք կամերան վերցնեմ գյուղի այս սայլից այն ձերը նկարելով գնամ գամ, ինչ սա ավելանալու, չէ որ ես ունեմ 3 երեխա, 3 երեխաներին ուտելա պետք, իմ ամուսինը աշխատում է, ինքը դրսում է աշխատում, ես տանը աղջիկներս, ու ես չեմ կարող տանը ամբողջ օրը նստել, ոչ մի բան չանել, ամբողջ օրս հեռախոսի մեջ անցկացնել, ու ասել, հա, ամուսինս աշխատում է, ես էլ վայել եմ։ Ես ինքը շատ լավ ծախսում եմ, ծախսատար եմ, լավ ծախսում եմ, բայց ինչպես տեսնում եք, նաև ստեղծում եմ։ Դրա համար ես այդ տեսակ մարդկանցից, ովքեր ինձ միշտ փորձում են թևաթափ անել, հեռու եմ մնում, հակառակը, գոյն ասեն, մալաջեց, անում ես, ես էլ անեմ, ես էլ ստեղծեմ, ես էլ ունենամ, թևաթափ են անում, ես ավտոմատ հեռանում եմ այդ տեսակ մարդկանցից, ես չեմ սիրում, որ ինձ մոտիվացիայիցս գցում են, ես անում եմ այն, ինչը սիրում եմ, ինչը զգում եմ, որ իմ երեխեքին, իմ ընտանիքին օգուտ կբերի, չգիտեմ, ոնց կարաս 3 երեխաների մայր նստես ու մտածես, ինչ անես, ոնց անես, երեխեքս փարկասող խելոք են, իրանց համար ուտում, խաղում, հանգիստ, ինձ ինչ է մնում, իմ ամուսինը աշխատանքի է, գրեթե ամեն օր աշխատում է, եթե ուզում ես լավ ապրես, պետք է լավ աշխատես, ստեղծեք, արարեք, քանի դեռ ունեք ոտք, ձեռք, քանի դեռ տեսնում եք, լսում եք, քանի դեռ ջահել եք, ամենտեղ ձեզ պատկերացրեք, սովորեք, կրթվեք,
Աղջիկեք ջան, ոչ մեկին մեկ լսի, ով որ ասում է ձեր մոտ չի ստացվի, չես կարա եւ այլն, այդ տեսակ մարդկանցից ուղակի փախեք։ Վաճառում ենք, օգտվում ենք, նվիրում եմ, ամեն ինչ էլ անում ենք, աղջիկեք ջան։ Ընդամենը մի քանի օրվա տանջանք է, բայց արդյունքում ես նայում հիանում ես, ասում ես ուժել ես դու ես արել։ Իրանք միջև հաց ուտեն, ես ննջասենյակից մաքրելով դուրս եմ գալիս, բայց այսօր շատ շոկ, այլ չեմ կարագամ հող, արդեն երեկոյան, տենց ժամը 5-ից 6-ից հետո։ Կարող է գնանք կաննայան տուն, երեխեքը հաց ուտեն, տան գործերս վերջացնեմ ու նոր տեսնենք։ Հասանք ես 3 մարգես, 3 մարգն մի անգամից իջացնում եմ ու գնում ենք, հաց սարքեմ մոնտաժ անեմ ու նոր տանից դուրս գանք, տեսնենք էլի, հլա որ մենակ պլաններ եմ գծում։ Աղջիկներ ջան, տուն եկա եւ ինչպես տեսնում եք, դատարկ չեմ եկել։ Համեմ եմ բերել, մի լավ 2-3 կապուկ, այն որ ստե կապուկը մի հատը 150 է, ինչ է, թե կիլոն է 350։ Մի խոսքով լավ թանկ է էլի ստեղ։ Հələ նայեք ինչ ընտիր համեմ է։ Ստեղ սամիտ է, նորից սենց մի փոքր մի քանի հատը սենց վիդեորոշկայում 70-80 ռուբլի է։ Պատկերացնում եք, ստեղ ինչքան գումար կա։ Իսկ այստեղ մաղադանոս է։ Հիմա պետք է բոլորը լվանամ, չորացնեմ, կտրատեմ եւ տեղափոխեմ սարսեխցիկ։ Ես տարբեր տեսակ տոլմաների, ճաշերի, ամեն ինչի մեջ ավելացնում եմ այս եռյակը։ Հիմա լավ կլվանամ, կխառնեմ իրար, որպեսզի խառը կանաչի կոչվի եւ արդեն վակուում կանեմ այսպես ցելոֆաներով ու կտեղափոխեմ սարսեխցիկ։ Այսքանով ուզում եմ վերջացնեմ այսօրվա վլոգը, քանի որ չեմ ուզում վլոգը երկար տևի, շարունակությունը արդեն հաջորդ ալիքում կլինի։ Դեռ էլի ունեմ հավաքելու, մաս-մաս հավաքեմ, մաս-մաս տեղափոխեմ սարսեխցիկ։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր հավանությունների, մեկնաբանությունների համար, ձեզ անչափ սիրում գնահատում եմ։ Ապրեք շատ-շատ, որ իմ կողքն եք։